Բարև ձեզ հարգելի լսարան, ես սկսում եմ մաս երկրորդ իմ ելույթների շարքը ձեզ տեղեկացնելու համար իրականում ինչպես են կոչվում իրերը եւ այդ իրերի իրական դասավորությունը, որովհետեւ այս բանավեճը ի վերջո ես կամք դրսևորեցի, ձգեցի ինձ, ասի չէ դու պարտավոր ես դալասել, որովհետև դու քաղաքական վերլուծաբան ես, անկեղծ ասեմ, առաջ երկրորդը չեմ նայել, երրորդը գիշերը ուղիղ եթերով նայեցի, արդեն զգացի, որ չէ, պետք է խոստովանեմ, ճնշում էր բացացի, թե չգիտեմ ինչ, սրտխառնոց էր առաջացել, լավ չէ զգում, բանջատեցի, իրանք գնացին ընդմիջումի, ասեմ, լավ ձայնագրությունը գնայեմ, ուստեղ իմ մոտ շատ հետաքրքիր բաներ էին բանանում, հարցեր էին առաջանում, խնդիրը ինչումն էր, հարգելիներս, դուք տեղյակ եք, որ ես այն քաղաքական մեկնաբաններից եմ վերլուծաբանում, պարտադիր դա միշտ անդադ ասելա, որ մեզ պետք է Հայաստանի քաղաքական, ոչ միայն քաղաքական, որտեղ ամբողջ մեր երկիրը մենք Made in USSR, մենք արտադրված ենք, մենք խորհրդային միության բեկորն ենք, sense պոկված ենք, հետեւաբար եւ զինված ուժերը եւ անվտանգության համակարգը բոլորը գտնում է ԿԳԲ-ի, ՄՎԴ-ի եւ այլ այդ համակարգի տակ, ու երբ որ շատերը ձգտում են անդադ ասում են Նիկոլ Փաշինյանը պետք է սենց անի, պետք է նենց անի, ախր գիտեք ես մի անգամ ասել եմ, այդ անտեր Եվրոմիություն գնալը, այդ իտնես չի, որ դուրը բացես տեղից դուրս գաս, գնաս դուրը ծեծես, բացեն ասեն, համեցեք, ծապ, տենց չի, համակարգային փոփոխություն պետք է լինի, հասկանում եք, ես նույնիսկ համեմատության մեջ եմ դրա ասել եմ, բանով, Ժիգուլիով ուզում եք գնաք ֆորմուլա 1 մրցումների մասնակցեք, այդպես բան չի լինում, հիմա դուք ԵԱՏՄ-ից, ՀԱՊԿ-ից դուրս արեք, բայց դուք չեք կարող մտնել մասնակցել ֆորմուլա 1-ի այդ եվրոպական տնտեսական քաղաքական համակարգի մեջ, քանի դեռ Հայաստանի Հանրապետությունում լյուստրացիա չի իրականացվել, չի հանվել ԽՍՀՄ նախկին հանրապետությունների հետ համակարգի անվտանգության համակարգի ցանցը անունազգյանները, օրինակ ասենք Լևոն Տեր-Պետրոսյան, ԿԳԲշնիկա թե չէ, Վազգեն Սարգսյան, ԿԳԲշնիկա թե չէ, Վանո Սիրադեղյան, ԿԳԲշնիկա թե չէ, հասկանում եք, որովհետև այս երեքի կողմից է ձևավորվել, նույն Խաչիկ Շուքյասյանը, Գագիկ Ծառուկյանը, Մանվել Գրիգորյանը, ովքեր էին, այդ մարդիկ ոնց միլիոնատերներ դառան, հասկանում եք, դա հասարակ քաղաքացին տեղյակ չլինելով Գողգոթա ծրագրից ԿԳԲ-ի կողմից մշակված, դա ԿԳԲ-ի կողմից չէր մշակված, դա Անդրոպովի եւ Հենրի Քիսինջերի կողմից մշակված ծրագիր էր ԿՀՎ-ի ՑՌՈ-ի եւ մի վեցի կողմից, ասենք այդ որ անդադ Պուտինը դեռ ասում անգլոսաքսի, այդ անգլոսաքսի գործակալներից մեկը նաեւ հենց ինքը Վլադիմիր Պուտինն է։ Լուկաշենկոն է։ Լուկաշենկոն ասում է «Я трампист». Չի ասում «Я путинист», ասում է «Я трампист»։ Հիմա այստեղ հարցը հետեւյալն է, մենք ոնց կարող ենք առանց համակարգային փոփոխության
հավակնել, որ մենք ուզում ենք մտնել Եվրոմիություն։ Այդ դա ես չեմ հասկանում։ Ու ամբողջ այս 19 կուսակցությունը, չգիտեմ, հասկանում եք, մեկը չխոսած, հա, իդեպ, Արցախյան պատերազմի հետ տեղի ունեցած երևույթի մեջ միակ մարդն էր Նիկոլ Փաշինյանը, որ համարձակություն ունեցավ մեղադրել ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Ֆրանսիային եւ Միացյալ Նահանգներին, այսինքն Մինսկյան խումբը ընդհանուր։ Ու ես միշտ հարց էի տալի, երբ որ ասենք թե քաղաքական որոշ հանդիպումներ էին ելնում, մի քանի անգամ էլ Նոյան Տապանով ելույթ ունեցա, բայց Նոյան Տապանը պարզ ասեմ ձեզ ինքնաբացահայտման գնաց, որտեղ իմ ելույթները ինքը ասենց 1 րոպե, 2 րոպե ասենց ռեկլամային էր դնում, ամբողջությամբ չէր դնում։ Որտեղ ես այնտեղ առաջի հարցը տալիս էի, ասում էի համակարգը, որը գործում է, համակարգը, որը աշխատում է Հայաստանի Հանրապետությունում, այդ համակարգը առանց լյուստրացիայի ոնց է հնարավոր կարողանա փոխել իր ուղղվածությունը։ Դա նոնսենս է, որովհետև հասկանում եք, եթե Գագիկ Ծառուկյանը լավ է Լուկաշենկոյի հետ, դա KGB-ի գիծ է։ Եթե օրինակ ասենք Սամվել Կարապետյանն է եկել, հիմա հարց է առաջանում, Սամվել Կարապետյանը ասում եք Պուտինի կողմնակիցն է, բայց ես մի հատ հարց եմ տալի, եթե ինքը Պուտինի կողմնակիցն է, ապա Սամվել Կարապետյանին երբ որ ձերբակալեցին, Պուտինի կողմնակցի անվտանգության ձերբակալման պահով ինչի մտահոգվեց Միացյալ Թագավորության թագավորական ընտանիքի գլխավոր փաստաբանը եւ բողոք ներկայացրեց Նիկոլ Փաշինյանին, որի պատճառով իդեպ Նիկոլ Փաշինյանը ձերբակալությունը տնային կալանքով տնային կալանքի փոխեց։ Հիմա տեսեք, ես շատ պարզ հարց տվեցի։ Միացյալ Թագավորության Անգլիայի Լոնդոնի ինչ հոգսներ։ Հիմա նայեք, նորից ես վերադառնում եմ նույն Խաչիկ Շուչասյանին, Գրզոյին, տեսեք, Գրզոն ինչքան լավ ազգում, ինչի համատած Գագիկ Ծառուկյանին, Մանվել Գրիգորյանին 740 կա արեցին։ Հիմա ստեղ, երբ որ հարցը առաջանում են, չի միայն Մանվել Գրիգորյանին, ապա ստեղ պարզ երևում է, որ Խաչիկ Շուչասյանը դա Լևոն Տեր-Պետրոսյանի թալանի պահակն է, Գագիկ Ծառուկյանը Վանո Սիրադեղյանի թալանի պահակն է, եւ երբ որ Վանո Սիրադեղյանին բարեհաջող ազատեցին եւ ճամփու դրեցին Բելարուսիա, Գագիկ Ծառուկյանը հայտնվեց Ռոբերտ Քոչարյանի վերահսկողության ներքո եւ պատահական չէր, որ բանավեճի ձեռքի տված Ռոբերտ Քոչարյանը եւ Գագիկ Ծառուկյանը չմասնակցեցին։ Դա պարզ տրամաբանություն է ու խնդիրը ստեղ անձերի մեջ չի, խնդիրը ստեղ Ռոբերտ Քոչարյան հոկտեմբերի 27 մարտի 1 Լևոն Տեր-Պետրոսյան այդ 88-ից 98 թվականը այնքան մարդեն ջուրլ է։ Վերջը Լևոն Տեր-Պետրոսյանը բանի հետ Պետրոս Ղազարյանի հետ ելույթի ժամանակ քմծիծաղ երեսին մի հատ արտահայտություն արեց, ասեց դե տղա եք, եթե տղա եք, դե տղա եք մի տվեք Արցախը, հասկանում եք, ազգը ամորձատված էր եւ ստեղ հարցը խնդիրը նրանում էր, որցի հոգեբանությունը, տիրոջ զգացողությունը ոչնչացված էր, քանի որ բոլոր կռվող տղաներին չթվարկեմ մեկ անունները,
դրա մասին երկրապահը շատ լավ գիտի։ Թե ինչպես անհնազանդներին գնդակահարեցին, մյուս անհնազանդները հասկանալով, որ իրենք եթե մնան Հայաստանում, միևնույն է օր ու արև չեն տենան, էլի կարող է իրանց էլ կնա հերթը հասնի, թողեցին հեռացան եւ մնացին պարզապես այն երկրապահը, որը իդեպ ասեմ Մանվել Գրիգորյանի վերահսկողության տակ եւս վտանգ էր սպառնում Սերժ Սարգսյանին եւ Ռոբերտ Քոչարյանին, որոնց ներկրել էր Մոսկվայից, Ղարաբաղից Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ինչ որ տեղ պատկերացրեցիք, ինչ եմ ասում։ KGB-ն ոնց էր աշխատում։ Եվ բնականաբար Մանվել Գրիգորյանի հարցերը պետք է լուծեին, որտեղ 4 օրյա պատերազմի ժամանակ ոսկին, որը պետք է բաժին հանվեր Ադրբեջանին, նախկին սխեման չէր աշխատում, նոր սխեման էր պռավալի ենթարկվեց, որովհետև երկրապահը մտավ եւ ցախողեց եւ այդ Ադրբեջանին հասանալիք ոսկին Մանվել Գրիգորյանը Իրանով արեց։ Դարավ համար 1 վտանգը եւ թշնամին։ Ժողովուրդ ջան, ինձնից շատ ռուսամետ չի եղել մինչև 2011 թվականը։ Այսօր էլ ես ռուսամետ եմ, ուշադրություն դարձրեք ինչ եմ ասում։ Բայց ընդդեմ Ռուսաստան չկա, հասկանում եք։ Ես 2011 թվականին հասկացա, երբ որ ինձ տարան ապօրինաբար առանց դատարանի վճռի տարան Նուբարաշենի հոգեբուժարան գցեցին եւ կառացել մեդիցինայի ենթարկեցին, ես այդ ժամանակ հասկացա, որ Կրեմլում նստածը մարգինալ է, 6-ոց ասած ժողովրդի լեզվով, շեստյորկայա, որտև այն ինվորմացիոն փաթեթը իմ վերլուծականները, որը ներկայացրել էի ես FSB-ին, դրա համար ինձ պետք է շատ կաները Ռուսաստանի հերոսի կոչում տայի, որ ես կանխավ նշել էի Ռուսաստանի սպառնալիքները եւ այդ սպառնալիքների թեմա առնելը, բայց ո՞նց իրանք տես բան անեին, երբ որ ուշադրություն դարձեք 2008 թվական 2008 թվականին ես որ զգուշացրել էի Վրաստան հանգարց նախկին հանրապետությունների որևէ մեկի վրա հարձակում չիրականացվի, չեմ ասում ռազմական, ընդհանրապես ինչ որ սանկցիաներ եւ այլ, էլ չեմ ասում էլ որ 2008 թվական հիշում եք 08 2008 Ռուսաստանը հարձակվեց Վրաստանի վրա։ Այդ ժամանակ Սիլվիո Բերլուսկոնին Իտալիայում, Սարկոզին Ֆրանսիայում, Մերկելը Գերմանիայում, Շրյոդերը Ռուսաստանում, Գազպրոմ, Ռոսնեֆտը իրա վերահսկողության տակ էր մինչև վերջ, ասին, արա շու այս Սավետսկի գրաժդանինը, բայց ես Սավետսկի գրաժդանի մո պահով չէի, ես 1985 թվականին ստացել եմ ամբողջ ինվորմացիան, որի տակ ես ստորագրել էի 20 տարով լռել, դրա դիմաց այն խնդիրը մեր կառույցը, որը ստեղծված էր, մենք գտնվում էինք մեջտեղում եւ մեզ պետք է պաշտպաներ բանը KGB-ն, բայց այդ որտեղ որ ես գտնվում էի, այս KGB իշխնիկները գնում էին իմ հանդեպ պրովոկացիաների, որ հետո կանգնեին ասեին տիվին ավատ, այսինքն մեղքին վրա գցեին, 20 տարի լռել եմ,
Այն բանի պատճառով, որովհետև ես ունեցել եմ ինֆորմացիա, ունեցել եմ բանկային հաշիվներ, բանկերը եւ այդ բանկային հաշիվները եւ այդ բանկային հաշիվների վրա եղած փողերը, որի տակ ստորագրել եմ, որ ես ոչ մեկի չեմ ասել, այսինքն այդ ստորագրությունը աշխատում էր մեր մինչև 2005 թիվ։ 2005 թիվը անցավ, ես զգացի ինչ-որ մի բան այն չի, 2006 թվին ես մեկնեցի Մոսկվա։ Մոսկվա մեկնեցի, պարզ էր, այնտեղ ինստրուկցիա կա, թե դու որ երբ որ տեղաշարժ ես կատարում, քեզ ով պետք է դիմավորի ինչ, եւ ասենք թե իմ համար բան չի, գիտեք, համակարգը դա սա պրոտոկոլների վրա է հիմնված։ Մի խոսքով 2006-ին շատ տարօրինակ երևույթներ տեղի ունեցան եւ դրա այդ տարօրինակությունների պատճառը Մոսկվայի քաղաքապետ Յուրի Լուշկովն էր։ Յուրի Լուշկովը իր կնոջ հետ Բատուրինայի հետ բրիտանական մի վեցի ագենտ է եղել։ Հիմա դա նույնիսկ ագենտ էլ չի։ Խորհրդային միությունը երբ որ կապիտուլյացիայի ենթարկվեց, ամբողջ խորհրդային համակարգը ես ունիք sense ասեմ Գորբաչովը դեռ 89 թվականին Ջորջ Բուշին տրամադրեց ամբողջ ագենտուրնի համակարգը ցանցը Շևարդնաձեն էլ այն մյուս մասը որ այդ ժամանակ արտգործնախարարն էր մյուս մասն էլ հանձնեց բանին Մեծ Բրիտանիայի մի վեցին Եվ պատահական չէր, որ Գորբաչովը Լոնդոնից երբ որ եկավ Պոլիտբյուրոյի այդ բանի ժամանակ առաջին հերթին հեռացրեց Հեյդար Ալիևին, որտեղ Հեյդար Ալիևը հանդիսանում էր Անդրկովկասյան խմբի շատ հզոր խումբ է եղել ղեկավարը եւ ունեցել ենք մենք 3 ակադեմիկներ դա Սախարովն է եղել Վիկտոր Համբարձումյանը եւ սկզբից եղել է Պրիմակովը, բայց Պրիմակովին Վրաստանի պահով Պրիմակովին փոխարինել է ակադեմիկ Ֆյոդորովը Ռամաշկա Ֆյոդորովը լսած կլեք աչքերի վիրահատման ըհը Հիմա այդ 3 ակադեմիկները ունեցել են իրավունք խորհրդային միությունը առանց KGB-ի վերահսկողության լքել այսինքն կապը գնալ գալ այսինքն իրանք հենց եւս եղել են KGB-ի գործակալներ իսկ որպեսզի դուք հասկանաք KGB ընդհանրապես ինչ է նշանակում ես նախորդ ժամանակ բացատրել որ KGB-ն Սովետական միության ստեղծման օրվանից եղել է Միացյալ Նահանգների եւ Մեծ Բրիտանիայի կողմից ստեղծված կառույց, որը հիմնադրել է Ֆելիքս Էդմունդովիչ Դերջինսկին եւ Լև Տրոցկին։ Երկուսն ազգությամբ հրեա, որը համաձայնեցված է եղել բանի Բալֆուրյան Արթուր Բալֆուրի կողմից ստորագրված փաստաթղթով ամբողջ էլիտան սովետական միության, որը ստեղծվեց Լենինի ժամանակ, Լենին հետո Ստալին, Ստալինը այնտեղ փորձեց փոխել, ստացվեց եւ նույնիսկ 21 թվականի Մոսկովյան պայմանագիրը Ղարսի հանձնում այդ հայկական մեր տարածքները, որ բաժանեցին Աթաթուրքի միջև եւ այլն, դա եւս KGB-ի կոնտրոլի տակ ա եղել, այսինքն Մեծ Բրիտանիայի եւ Ամերիկայի կոնտրոլի տակ ա եղել, որով խնդիրը այն ձևի ա լուծվել, որ Թուրքիային, Աթաթուրքին եւս ներգրավել սովետական այդ սիստեմի մեջ։ Հիմա տեսեք, իդեպ ասեմ, բոլշևիկյան սիստեմը Թուրքիայում որ ձևավորվել էր, Լևոն Տեր-Պետրոսյանի պապը եղել է
թուրքական բոլշևիկյան Թուրքիայի բոլշևիկյան կուսակցության անդամ։ Հետո երբ որ Աթաթուրքը այդ կարմիր լենտը գլխներից հանեցին ու ամբողջ Թուրքիայի ամբողջ այդ բոլշևիկյան կուսակցությունը չեղարկեցին, այնտեղ գնաց ռեպրեսիաներ, բռնոցիներ, գնդակահարություններ եւ այլն, Լևոն Տեր-Պետրոսյանի պապը իր ընտանիքով տեղափոխվեց Սիրիա։ Հիմա ստեղ Լևոն Տեր-Պետրոսյանի մուտքը Հայաստան Սիրիա հայերի եւ Պարսկա հայերի պահով, ստեղ էսի եւս երկար պատմություն, հա։ Դա սկսվեց 1946, հետո մի քանի սենց պատոկներ են եղել, ալիքներ են եղել, բայց ամբողջ հարցը անում է եղել, որ մինչև օրս մեզ անընդհատ ռուսերեն ասած լապշուն աուշիվեր, թոզուց ուման են անում, որ մենք չտենակ, թե իրականությունը ինչ է կատարվում։ Հիմա ես ասեմ, երբ որ ես այդ խմբի մեջ ներգրավեցի եւ այդ ինֆորմացիան ստացա, ես երբ որ զորացրվեցի սովետական բանակից, ես եկա եւ արդեն գիտեի, որ սիստեմը պայթացա, որովհետեւ Գորբաչովը շատ հստակ ինֆորմացիա էր հրանգ է ստացել Մարգարիտ Թետչերից չեզոքացնել Հեյդար Ալիևին։ Ինչու, որովհետև Հեյդար Ալիևը, որին ասում եք թուրք, ընդեղ ասում եք քուրդ, ազգությամբ եղել է պոնտացի հույն։ Եվ Հեյդար Ալիևը լինելով Սարդարապատ խմբի ղեկավար, որին ենթարկվել է եւ Դեմիրճյանը եւ Շևարդնաձեն, հակադրվել է Միացյալ Թագավորությունը եւ գործել է Միացյալ Նահանգների շահերից։ Միացյալ Թագավորությունը եւ Միացյալ Նահանգներ միշտ իրար հակառակորդ են եղել։ Այդ անկախության հռչակումից սկսած։ Հիմա տեսեք, Հեյդար Ալիևը ունեցել է ծրագիր, որի համաձայն ինքը Նախիջևանը հանձնում էր Հայաստանին, Արցախյան պատերազմի այդ, որը հրահրվեց Գորբաչովի կողմից, Սումգայիթի եւ Բաքվի ջարդերը, նպատակ էր հետապնդում Ադրբեջանում բացահայտել Ալիևյան խումբը, իսկ Ալիևյան խումբը դա մենակ ադրբեջանցիներ չէին։ Դա որբերից ստեղծ ընդհանրապես KGB-ն միշտ ձևավորվել է որբերից։ Բանը Կիրովի գլխավորությամբ է դա սկսել, նույնիսկ ֆիլմ գոյություն ունի Շկիտ հանրապետությունը։ Եվ KGB-ն դա իրականում այդ Շկիտ հանրապետությունն է։ Այսինքն ընդեղ եթե ազգությամբ հայ է ներկայանում, հաստատ որ հայ չի։ Ինչ ազգություն կարող է լինի, բայց որ հայ չի, դա միանշակ։ Ուրեմն այդ սիստեմի հիմքում ընկած է եղել կառավարման ամենառացիոնալ երևույթը, որովհետև այդ մարդիկ չլինելով օրինակ ադրբեջանցի, նա միշտ գործելու էր իր վերադասի հրահանգներով։ Նա մոտ ազգային պատասխանատվություն չէր լինելու։ Եվ նշեմ, ստեղ շատ կարևոր է Ղարսի այդ պայմանագիրը 21 թվականի, որի համաձայն Իրանը, Թուրքիան եւ Ռուսաստանը, Լենինը պայմանավորվել էին, որ Ադրբեջանի Իրանի իսկական ադրբեջանցիները, ազերները, որոնք թուրք, ընդամենը թուրքալեզու են, ղազախներ, ուզբեկներ ասկանում, բայց դրանք թուրք չեն։ Իրանի այսօրվա նույնիսկ բանը Իրանի նախագահ Փեզեշքյանը որպեսզի այդ ադրբեջանցիներին Թավրիզից տեղափոխեն Բաքու։
այդ պայման էդի եղել այդ պայմանագրի մեջ եւ խնդիրը հետեւյալն է եղել, որ Լենինի սպանությամբ այդ process-ը կասեցվեց եւ 20-21 թվականից 20 մինչև 30-31 թվականները Ադրբեջանը լծվել է ես իրանց գուանդուններ եմ ասում դերևս Ստալինի ժամանակ էր Ստալինը մեծ Բրիտանիայի այդ գուանդուններին մարդիկ էին որոնք աշխատում էին բրիտանական գաղութներում բեռնակիրներ էին բուրլակներ էին բուրլակ բառը ուղղակի նշվում է բուրի լակեյ այսինքն սևամորթ ստրուկ կամ այդ բուրլակներին բերես լցրեց Ադրբեջան, Հայաստան եւ Վրաստան եւ այդ բուրլակների ամբողջ համակարգով ինքը կառավարում էր եւ այդ կառավարման համակարգի դեմ հանդես է եկել առաջին անգամ Հեյդար Ալիևը, որը պոնտացի հույն էր եւ ինքը մտադրություն ուներ որպեսզի Թուրքիան ու Ադրբեջանը իրար հետ չկպնեն մեծացնել Հայաստանի սահմանը Նախիջևանով իսկ Ադրբեջանում իր իշխանավարությունը հիմնել լեզգիների ուշադրություն եւ հայերի աջակցության վրա հետեւաբար Արցախը ինքը 5 տարածքները գրաված բաները շրջանները պետք է հանձնվեր երկուսը մնային եւ երկուսը մնալու պայմանը նույնիսկ կնքվել է Բաքվի կադաստրում Նիկոլ Փաշինյանը որ խոսում էր Բաքվի կադաստրում Լևոն Հայրապետյանի հետ իսկ Լևոն Հայրապետյանը այդ ժամանակ եղել է Ալիևի կամվոյը KGB-ի կողմից նշանակված վերահսկողը որ Ալիևը հանգարց գործունեություն չծավալի Լևոն Հայրապետյանը ունեցել է Քելբաջարի եւ Լաչինի հələ նույնիսկ մինչև հարավ պետք է գնար Ղուբատլի Զանգելան եւ այլն դրա կադաստրային փաստաթուղթը եղել է Լևոն Հայրապետյանի անունով Եվ ահա Հեյդար Ալիևը 50 միլիարդ դոլար զարոգա դնում իդեպ դա Արթուր Մկրտչյանի վրա է սկզբից գնում հետո այդ զալոգը վերահսկվում է Մոնթե Մելքոնյանի կողմից այսինքն Ֆրանսիայի կողմից Մոնթե Մելքոնյանը ֆրանսիական հատուկ ծառայությունների անդամ է եղել դեռ Լիբանանից սենց ասեմ եւ Լևոն Տեր-Պետրոսյանը երբ որ 98-ից 88-ից 98 թվականները արդեն 96-ին ուժով Վազգեն Սարգսյանը դեմոկրատիա դրեց կողքի ուղղակի բռնի կերպով Լևոն Տեր-Պետրոսյանին նշանակեց իր կողմով ինքը նշանակեց Լևոն Տեր-Պետրոսյանին նախագահ դրանից հետո Լևոն Տեր-Պետրոսյանը հասկանալը որ դրությունը պարաժենիա է այլ ինքը չի կարա որևէ գործ անի ինքը Վազգեն Սարգսյանին խաբեց եւ խաղի մեջ մտցրեց Ռոբերտ Քոչարյանին այդ 50 միլիարդ կապիտալով շատ լավ հասկանալով հետո Վազգեն Սարգսյան, Ռոբերտ Քոչարյան եւ Լևոն Տեր-Պետրոսյան ընտրությունը երբ որ ինքը դեռ վարչապետ էր իրանց դեմ դուրս եկավ Կարեն Սերոփի Դեմիրճյանը որը ազգությամբ նշվում է որպես
քուրդ, եզդի, չգիտեմ, Քարամ Զարիֆի Դեմիրտաշ։ Հիշում եք Թուրքիայի HDP կուսակցությունը, քրդամետ կուսակցության ղեկավարը Սալեհիդին Դեմիրտաշն էր, որը հիմա ձերբակալված է։ Ընդհանրապես Դեմիրտաշները, Դեմիրճյանները դրանք Ղրիմի հայությունն է։ Հիմա տեսեք ստեղ ինչ հետաքրքիր իրադարձություններ են տեղի ունեցել։ Ու ստեղ նորից որ խաղը գնաց այն ուղղությամբ, որ բան անի, արդեն այդ համաձայնությունը կար, այդ Բաքու Թբիլիսի Ջեյհան, Ալիևը հասավ այդ նպատակին, որ այդ դեպի Ջեյհան գնացողը ոչ թե Հայաստանի Զանգեզուրով գնա, այլ բանով, Վրաստանով, դա Հայաստանի բառացի եմ ասում փրկություններ, որովհետև հետագայում այդ պատրվակով Հայաստան կիսելու էին։ Եվ բայց ձախողեցին Հեյդար Ալիևի ծրագրերը, որտեղ British Petroleum-ն ու HSBC բանկը այլ նպատակներ էին հետապնդում։ Ու ստեղ տեսեք ինչ հետաքրքիր երևույթ է տեղի ունենում, նույնիսկ այս Արցախյան պատերազմը վերջի անգամ որ տեղի ունեցավ եւ հայրենազրկումը, ստեղ շատ մեծ գաղտնիքներ կա, ասում եմ Նիկոլ Փաշինյանը, որ մեղադրում է, շատ տեղին է մեղադրում, որովհետեւ երբ որ նշվում է Ռուսաստան, Միացյալ Նահանգներ, Ֆրանսիա բանակցում էին այս 30 տարի այնտեղ բադի Մադրիդյան, ես չգիտեմ ինչան, Պորտուգալիայում էր եւ այլ, ու այդ ամբողջ բանակցությունները մի հատ խապկանք էին, գալիս էին իրանց նավթադոլարներից կաշառքը ստանում էին, փողերը վերցնում էին, Ալիևը դարել էր իրանց կթանկովը։ Ու ոչ միայն Ալիևը, նաեւ Արցախն էր այդ կթանկովը, նաեւ Հայաստանն էր այդ կթանկովը, հասկանում եք ինչ թալանա գնացել։ Ու ստեղ երբ որ այս process-ը մեկնարկեց, հարգելիներս, ես հիմա ձեզ այսքան ասեցի, մնացածը ասեմ, որ մի քիչ նորից վերադառնամ նախկինում, ասում եմ ինձնից ռուսամետ մինչև 2011 թիվը չի եղել։ Ընդհատենք այդ հատվածը, հետո ես առանձին կանդրադառնամ այդ եռանախագահողների հեքիաթներին, ես միացել զնաչոկ եմ ցույց տալի։ Հիմա այս զնաչոկը ես ստացել եմ 87 թվականին, որպես դրժինիկներ էին, եւ այն ժամանակ արդեն ինձ տեղեկություն ես ստացա, որ այդ խմբավորումը Հայաստանում է ձևավորվելու եւ այդ խմբավորման բանով բանը պետք է լինի Մարիուս Յուզբաշյանը, Դեմիրճյանը, ուրիշ երևույթներ տեղի ունեցան, ես հիմա հստակ ուղիղ ինֆորմացիա ունեմ, բայց փաստաթղթային ինֆորմացիա չունեմ, դրա համար եմ ասում, բացեք KGB-ի արխիվները, հետո ընդեղ բանը, օրենքով գողերն էին խառնված, ընդեղ Սվորաֆը եւ ադրբեջանցի, թալիշցի եւ վրացի, ու սա այս մի հատ որտեղ ահռելի մեծ գումար էր, ես հիմա ասեմ, դա կազմում է մոտավորապես 250 միլիարդ դոլար։ Ես դրա տեղը գիտեմ, ես այդ փաստաթղթերով գնացել մտել եմ FSB Մոսկվա, բայց բերաներ ջուրը առած։ Եվ հետո ես այս ֆայլերը, երբ որ բացվեցին Էփշտեյնի, ես այդ ֆայլերից տեղեկացա, թե իրականում սկսած
հենց 88-ից, եթե չասեմ դեռ ավելի, 80-ականների սկզբից, դեռ Անդրոպովի ժամանակներից մինչև 88 թիվը եւ 88-ից 98 2008 թվականներին ինչ պրոցեսներ է գնացել այդ ֆայլերը որ բացվեցին տեղից ես հասկացա որ ինչն էր խնդիրը որ 2008 թվին երբ որ ես գնում եմ եւ պետքա համապատասխան պրոտոկոլային վերաբերմունքի ենթարկվեմ որտեղ ըստ պլանի այդտեղ ես ստանում եմ նաեւ իմ բաժինը բայց չէ ժադնիստ գուբիտ ֆրայերը բայց այնտեղ ֆրայերը չկա հասկանում եք այդ դեպքում այդ ժադնիստ գուբիտ ֆրայերը վերաբերում է ոչ թե Պուտինի դերակատարին հասկանում եք Գերհարդ Շրյոդերին Անգելա Մերկելին Որտեղ իրանց Դրեզդեն գրուպան է եղել վերահսկողության շտազին GDR-ի Հիմա դե տեսեք ինչ է տեղի ունենում Այս 97 թվականին ես խմբավորումը ստեղծում եմ իդեպ ասեմ ես այդ ժամանակ Գյուղի ինստիտուտի մեխվակի ավտոֆակի ուսանող էի ինձ ընտրում են որպես կոմսոմոլի քարտուղար դուք ով չգիտի ինչ է կոմսոմոլի քարտուղարը դա Մալադայա գվարդիա սիստեմն է եւ այդ Մալադայա գվարդիայի հիմքի վրա ես պետք է այդ գործողությունները իրականացնեի խորհրդային հանրապետության շրջանակներում թե ինչ գործողություններ է ես դա չեմ ասում հետո խորհրդային միությունը փլվելուց հետո ես մի հատ յուրաքանչյուր մարդ ինչ կրում է դա է ներկայանում է ես սկսեցի գրել այսա սա եթե ուշադիր նայեք 1 ռուբլին է սովետական եւ այդ Իվանն է որը փրկում է որբին հենց այդ որբերի համակարգն է որ պետք է Իվանը փրկեր Էուրա Իվանուշկա դուրաչոկա Իվան չկա Ռուսամետ չկա մոռացեք էսի սա սուտ է ոչ Սամվել Կարապետյանը ոչ Լուկաշենկոն ոչ ոք չկան մոռացեք ջնջեք իմացեք որ դա կամ միացյալ թագավորությունն է կամ Ամերիկան իսկ այսօրվա դերությամբ հասարակ բան ասեմ Ուկրաինայի հետ բանակցությունների համար Պուտինը ուզում է բանակցող կողմ ուղարկի Գերհարդ Շրյոդերին կամ Անգելա Մերկելին դուք հասկանում եք Հարգելուներս այո Հայաստանի Հանրապետության փրկությունը Եվրոմիությունն է Ինձ նայեք ձեզ խղճացեք մի խաբվեք Ռուսաստան չկա Ռուսաստանը այսօր Չինաստանի վերահսկողության ներքո է Այսօր Չինաստանը պատերազմական գործողություններ հրահար է Իրանի դեմ, Լիբանանում, Իսրայել եւ այլ դրանք նույն կոմունիստներն են մեր հողն ու ջուրը Թուրքին հանձնող նոր կոմունիստներն են եւ պատահական չէ որ Թուրքիան, Պակիստանը, Ադրբեջանը Դաշինք են կազմում Սաուդյան Արաբիայի հետ անունը դնում են Արաբական ՆԱՏՕ Այսքանը շատ ուշադիր լսեք Ես որպեսզի հասկանաք խնդրեմ ձեր ցավը տանեմ Ես այդ վերջակետ որպես տնեմ 7-10-10 2011 թվականին եղել եմ ԲՀԿ-ի կուսակցությունից իսկ 2011 թվականին առանց օրենքի առանց բանի դատարանի վճռի ինձ ձերբակալեցին Լևոն Հայրապետյանի ուղեկցությամբ տարան Նուբալաշենի հոգեբուժարան
Երբ որ ես Լևոնին հարցրեցի, ասի, պարոն Հայրապետյան, այս ինչ է կատարվում։ Մալատ ջան, մի անանք ստացի, մինչև էդի պարոն Այվազյան էր ասում, արդեն ես ու ինքն էինք, հոգեբուժանի միջանցքում, Մալատ ջան, մի անանք ստացի, այս ինչ որ անում եք, քո անվտանգության համար ենք անում։ Ասեիդ, որ ասում ես մենք, ովքեր։ Ես գիտեմ, թե որ վերևում չկա ոչ KGB, ոչ բան։ Դա գերմանացիները Բերլուսկոնին, Սարկոզին անստած։ Մենք ովքեր։ Հարգելուներս, Պետք է խոստովանեմ, ես բնականաբար եթե հասարակ քաղաքացի ունեի, իսկ ես այսքան ինֆորմացիային տիրապետելով իհարկե դժգոհ եմ նաև Նիկոլ Փաշինյանից, բայց Նիկոլ Փաշինյանը դա փոքրագույնն է չարիքի։ Միգուցե այս անգամ ընտրվի ինքը ինչ որ պետք է անի, չգիտեմ, կամ թե չէ, բայց մնացածը ստրուկտուրա չունեն, մնացածը 40 եվրոպական երկիր չեկավ, ոչ Լևոնի ժամանակ, ոչ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ, 5 հոգի Ֆրանսիայի պատվավոր լեգիոնի բարձրագույն շքանշանի են արժանացած։ Հնդկաստանը օտիդով մատակարարումա զենք ու զինամթերք։ Հարց, եթե Նիկոլը չէ, պահով։ Իհարկե ես մտավախություն ունեմ, որ 100 օր հետո, 100-120 օր հետո նորից ընտրություններ տեղի կունենան, որտեվ այն պրոունյան շարժում, այն քաոսը, որ այսօր աշխարհական համակարգում տիրում է, սա լավ բանի չի բերի։ Ամենայն դեպս շնորհակալություն, ինչքան ձգտում եմ էմոցիոնալ չլինի, արա ոչ չլինի, արա 30 տարի կյանքիցդ գնացել դու փորձել ես ամեն մեկին բացատրես, Լևոն Տեր-Պետրոսյանին բացատրես, Ռոբերտ Քոչարյանին, բայց դրանք մարիոնետներ են, դրանք մարգինալ անձնավորություններ են, շեստյորք եկեք։ Գնում ասում ես, ասենք, թե Լևոն Տեր-Պետրոսյանի կողքը նստած է բրիտանական գործակալ Ժիրայր Լիպարիցյանը։ Դա դու շունն ես, որ գնաց Լևոն Տեր-Պետրոսյանի խելք ես սովորացնում։ Գնում ես Ռոբերտ Քոչարյանին ես բացատրում, դու ով ես արան, դա Քերոլայն Քոքսն է նստած։ Դե Սերժիկն էլ գնա գալիս եմ։ Հա, Նիկոլներ, բերեցին մարդուն ուզեցան քավության նոխած սարքել։ Շատ լավ մտածել էին, բայց շատ վատ տեղի ունեցավ։ Արմեն Սարգսյանն ուր է։ Մարոժնի ուտող պրեզիդենտը։ Գիտեք, չէ, Մարոժնի ուտող, պիցա ուտող Էփշտեյնի ֆայլերում ում էին ասում։ Էդ դրա մասին էլ մտածեք, թե չէր ինքը Մարոժնի ուտում։ Լավ։ Այսքանի մասին մտածեք, ես նորից եմ կրկնում։ Ես դժգոհ եմ Նիկոլ Փաշինյանից, բայց կներեք քաղաքական դաշտում այլ ընտրանք ես չեմ տեսնում։ Մտածեք իմ ասածների վրա։
Հիմա իմացաք ով եք։ Ես այդ 250 միլիարդի տեղը գիտեմ։ Ով է հոգեբուժարանում իզնից այդ փաստաթղթերը գողացել։ Բայց միևնույն է, իրանք մի կոպեկ այդ փողի վրից չեն կարա քերեն։ Չեն կարա քերեն։ Այդ է իրանք խնդիրը։ Ուզում է տրիփ սարքեն, ուզում է մռիփ սարքեն։ Հաջողություն եմ մաղթում, մտածեք։ Սա իմ երկրորդ մասի սկիզբն էր։